Հարգելի գործընկերներ, սիրելի երևանցիներ, պարոն Հակոբյան, խնդրում եմ հետ գաք եւ լսեք ձեզ վերաբերվում այս ամբողջ ելույթը։ Հարգելի երևանցիներ, մի տեղեկատվությամբ եմ ցանկանում կիսվել։ 1997 թվականից մինչև 2007 թվականը նախկին իշխանությունները վաճառել են Երևան համայնքին պատկանող շուրջ 70 գույք եւ քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը կատարել է համապատասխան քննություն եւ այսօր ներկայացրեց մեր խմբակցության ղեկավարը եւ հետագա բոլոր փաստաթղթերը ներկայացվելու են համապատասխան քննչական մարմիններ։ Այսպեսի բան ասեմ, հարգելի համաքաղաքացիներ, այժմ Հայաստանի Հանրապետության իշխանության են ձգտում այնպիսի քաղաքացիներ, ովքեր հյուսիսային երկրներից թանկարժեք մուշտակներով եւ հագուստով եկել են, ասում են Հայաստանի Հանրապետությունում դպրոցներ, մանկապարտեզներ անհրաժեշտ չեն, անհրաժեշտ են միայն գործարաններ։ Հարգելի համաքաղաքացիներ, այդ մարդիկ մեր կառուցած թե դպրոցները եւ թե մանկապարտեզները նույն ճակատագրին են արժանացնելու, ինչ նախորդ 70 մանկապարտեզները։ Ինչ վերաբերվում է մեր հարգելի գործընկեր պարոն Հակոբյանին։ Պարոն Հակոբյանը լքեց դահլիճը, ցավում եմ դրա համար։ Պարոն Հակոբյանի հայրը վերնշյալ ժամանակահատվածում առաջին եւ երկրորդ գումարումների ազգային ժողովի պատգամավոր է եղել, ասեմ ավելին կրթության եւ գիտության հանձնաժողովի պատգամավոր է եղել եւ խորհրդարանական վերահսկողության իր ամբողջ մեխանիզմը չի կիրառել, որպեսզի այս գործընթացը չիրականացվի։ Պարոն Հակոբյանը գալիս է այստեղ եւ մուննաթ է գալի բոլորի վրա, բա գնացեք, չեք աշխատում, քննչական կոմիտեն չի աշխատում, դատախազությունը չի աշխատում։ Հարգելի քաղաքացիներ, օրեր առաջ գլխավոր դատախազությունը մի մամուլի հաղորդագրություն տարածեց, որի համաձայն պարոն Հակոբյանի հայրը, Ռուդիկ Հակոբյանը, որ ազգային ժողովի նախկին պատգամավոր է, համապատասխան գործընթացով է անցնում եւ պետությունը իրենից պահանջում է, դատախազությունը իրենից պահանջում է 5 անշարժ գույք եւ 1 գույքի գնման իրավունք եւ 2 ավտոտրանսպորտային միջոց։ Պարոն Հակոբյանի ընտանիքը ինչու դա չի վերադարձնում եւ այժմ մուննաթ է գալիս։ Պարոն Հակոբյանի անմիջական ղեկավար Սեյրան Օհանյանը ինչու չի վերադարձնում համապատասխան գույքերը։ Իրենց քաղաքական հայր Ռոբերտ Քոչարյանը ինչու չի վերադարձնում այդ ամբողջ գույքերը։ Պարոն Հակոբյանի հայր Ռուբիկ Հակոբյանը այդ նույն ժամանակահատվածում ինչու ծպտուն չէր հանում գույք պարտի դիմաց ամբողջ գործընթացի վերաբերյալ։ Ինչու ծպտուն չէր հանում, երբ որ Սյունիքում վաճառվում էին ամբողջ երկաթգծերը եւ փաստացի հիմա մենք ունենք բավականին լուրջ խնդիր, թիպի այդ ամբողջ նախագծի համատեքստում մենք ունենք երկաթգծի խնդիր եւ հիմա հազարավոր դոլարներ պետք է ներդնենք Սյունիքի մարզում, որպեսզի այդ երկաթգիծը վերականգնենք։ Պարոն Հակոբյանը գալիս եւ sense ուժեղ տեքստեր ասում եւ լավ տղա է խաղում։ Ես պաշտոնապես ասում եմ, պարոն Հակոբյանը ոչ կարող է լավ տղա լինել, ոչ փողոցում, ոչ այստեղ եւ պարտված է թե քաղաքական դաշտում եւ թե իրավական դաշտում չհամարձակվի որևիցե մեկի հետ նման բառամթերքով խոսի կամ հաթաթատա։ Շնորհակալ եմ։